Բարև ձեզ հարգելի հեռուստադիտող, մենք շարունակում ենք մետադարաշրջան հանրային կյանքի բլոկչեյն տրանսֆորմացիա հաղորդաշարը։ Այս հաղորդման խորագիրն է բլոկչեյնի գաղափարախոսությունը, ով է ղեկավարում ապագան։ Մենք արդեն խոսել ենք բլոկչեյնի, տեխնոլոգիայի, ապակենտրոնացման Web 3-ի թվային ակտիվների մասին, բայց այսօր պատրաստվում ենք բացահայտել ավելի խորը շերտ, որովհետև յուրաքանչյուր մեծ տեխնոլոգիական հեղափոխություն իրականում սկսվում է ոչ թե մեքենաներից, այլ գաղափարներից։ Գոլորշու մեքենայից առաջ ծնվեց արդյունաբերական հեղափոխության գաղափարը, ինտերնետից առաջ ծնվեց տեղեկատվական ազատ շրջանառության գաղափարը, իսկ բլոկչեյնից առաջ ծնվեց մի շատ կարևոր ու վտանգավոր միաժամանակ շատ գրավիչ հարց՝ կարող է արդյոք մարդկությունը կազմակերպել վստահությունը առանց կենտրոնական իշխանության։ Իսկ որոնք են այդ գաղափարախոսության շարժումները, որոնք սնուցեցին բլոկչեյնի առաջացումը՝ լիբերտարիանիզմ, կրիպտոանարխիզմ, սայֆերփանկեր։ Լիբերտարիանիզմը հավանաբար այս գաղափարախոսությունը հեռուստադիտողների համար ամենաքիչ ծանոթ իզմն է, բայց այսօր այդ առաջնորդում է 21-րդ դարի առաջընթացը։ Լիբերտարիանիզմը ծնվեց լուսավորության դարաշրջանում, որպես պայքար անհատի ազատության համար։ Սակայն միայն 21-րդ դարում բլոկչեյնը նրան տվեց գործնական, տեխնոլոգիական մարմին։ Եթե 18-րդ դարում լիբերտարիանիզմի հանդիսանում էր քաղաքական փիլիսոփայություն, ապա 21-րդ դարում առաջին անգամ նա դառավ ծրագրային կոդ։ Լիբերտարիանիզմի հիմքում ընկած են մի շարք մտածողների գաղափարները։ Ջոն Լոկ, բնական իրավունքներ, սեփականության իրավունք, պետական գործունեության սահմանափակում, Ադամ Սմիթ, ազատ շուկա, անտեսանելի ձեռքը, Ֆրեդերիկ Բասյան, պետության, տնտեսական միջամտության սահմանափակումը։ Հետաքրքիր է, որ լիբերտարիան բառը ինքը օգտագործվեց 19-րդ դարում Ֆրանսիայի անարխիստների կողմից։ Առաջին հայտնի կիրառումը վերագրվում է Ժոզեֆ Բեզեկին, ով 1857 թվականին ինքը իրեն անվանեց լիբերտեր, ֆրանսերեն նշանակում է ազատական։ Այս տերմինը ավելի մոտ էր անարխիզմին, քան թե ժամանակակից լիբերտարիանիզմին։ Իր ժամանակակից լիբերտարիզմը Ամերիկայում ձևավորվեց 1940-ական, 1970-ական թվականներին։ Կարևոր դեմքերից էին Ֆրիդրիխ Հայեկը, Մյուրեյ Ռոթբարդը, Լյուդվիգ ֆոն Միզեսը և Նոզեկը։ Հատկապես Ռոթբարդի լիբերտարիանիզմը կապեց մասնավոր սեփականության, նվազագույն պետության գաղափարի հետ։ Ինչու է սա կարևոր բլոկչեյնի համար։ Բիտքոյնի Web 3-ի գաղափարախոսության մեջ կարելի է տեսնել լիբերտարիանիզմի մի շարք առանցքային սկզբունքներ։ Լիբերտարիանիզմում հռչակվում է նվազագույն միջնորդություն, բլոկչեյնը, P2P, միահավասարների ցանց, լիբերտարիանիզմը, ազատ շուկա, բլոկչեյնը, ապակենտրոնացված ֆինանսներ, լիբերտարիանիզմը, սեփականության իրավունք, բլոկչեյնը, անհատական դրամապանակներ, լիբերտարիանիզմը, պետականության սահմանափակում, բլոկչեյնը, ապակենտրոնացում, լիբերտարիանիզմը, կամավոր համագործակցություն, իսկ բլոկչեյնը թվային ինքնավար կազմակերպություններ։ Այդ պատճառով շատ հետազոտողներ բիտքոյնը դիտարկում են որպես լիբերտարիանիստական գաղափարների տեխնոլոգիական մարմնավորումը։ Ում պետք է վստահել։ Պատկերացնենք, որ հազարավոր տարիներ մարդիկ վստահել են թագավորներին, հետո պետություններին, հետո բանկերին, կենտրոնական բանկերին,
մարդկային քաղաքակրթությունը կառուցված է կենտրոնների շուրջ, կենտրոնացված իշխանություն, կենտրոնացված բանակ, կենտրոնացված ֆինանսներ, կենտրոնացված տվյալներ։ Այս տրամաբանության շնորհիվ է կառուցվել կայսրությունները, պետությունները և արդի տնտեսությունը, բայց 21 դարի կեսերին որոշ մտածողներ սկսեցին հարց տալ. իսկ եթե հենց կենտրոնացվածությունն է հանդիսանում բազմաթիվ խնդիրների պատճառ, իսկ եթե հնարավոր լինի ստեղծել համակարգ, որտեղ մարդիկ կհամագործակցեն առանց վերադասի, առանց կենտրոնացված վերահսկողի, առանց ճակերտավոր մեծ եղբոր, այս հարցից ծնվեց լիբերալիստական աշխարհայացքը։ Լիբերտարիանիզմի շատ հաճախ շփոթում են լիբերալիզմի հետ, սակայն դրանք տարբեր բաներ են։ Լիբերտարիանիզմը շատ ավելի խորքային արմատական հարցեր է դնում։ Արդյոք պետությունը պետք է միջամտի մարդկանց կամավոր տնտեսական հարաբերություններին։ Լիբերտարիանիզմի պատասխանը սովորաբար մեկն է՝ որքան հնարավոր է քիչ։ Նրանք այս առումով պետությունը դիտարկում են որպես գիշերային պահակ, պահպանի անվտանգությունը, պաշտպանի սեփականությունը և չխառնվի մարդկանց ու սուբյեկտների ազատ շուկայական հարաբերություններին։ Նրանց համոզմամբ մարդը ինքը ավելի արդյունավետ է կառավարում, տնօրինում իր կյանքը, քան թե ցանկացած կառավարություն, գերատեսչություն։ Այստեղ առաջանում է մի մեծ խնդիր։ Եթե պետությունը դուրս է գալի խաղից, ով պետք է կազմակերպի վստահությունը, ով պետք է պահի հաշվառումը, ով պետք է վերահսկի փողը։ Տասնամյակներ այս հարցերը չունեին պատասխաններ։ Եվ բլոկչեյնի ծնունդով, որը հայտարարեց կոդը օրենք է, սա ամենավիճահարույց կարգախոսն է, իսկ ինչ է այն նշանակում։ Շատ պարզ, եթե ավանդական աշխարհում մենք վստահում ենք մարդկանց, ապա բլոկչեյնի աշխարհում մենք վստահում ենք մաթեմատիկային։ Այստեղ կանոնները որոշում է ոչ թե պաշտոնյան, ոչ թե բանկիրը, ոչ թե դատավորը, այլ նախապես գրված ալգորիթմը։ Եվ եթե կոդը ճիշտ է աշխատում, ապա բոլոր մասնակիցները հավասար են օրենքի առաջ։ Առաջին անգամ մարդկության պատմության մեջ տեխնոլոգիան առաջարկեց ոչ միայն նոր գործիք, այլ նաև վստահության կազմակերպման նոր մեխանիզմ։ Հիմա տեսնենք, թե ովքեր են սայբերփանկերը, մարդիկ, որոնք ցանկանում էին ազատել տեղեկատվությունը։ 1990-ականներին մարդկանց որոշակի խումբ ձևավորվեց, որոնցում ընդգրկված էին գիտնականներ, ծրագրավորողներ, գաղտնագրության մասնագետներ, նրանք իրենց անվանեցին սայբերփանկեր։ Նրանց կարգախոսն էր. գաղտնագրումը մարդու ազատությունն է։ Նրանք հավատում էին, եթե մարդը վերահսկում է իր տվյալները, վերահսկում է իր հաղորդակցությունը, իր գումարը, ապա նա ձեռք է բերում իրական թվային ինքնիշխանություն։ Հենց այս միջավայրում էլ ծնվեց բիթքոյնի գաղափարը։ Սակայն այստեղ սկսվում է ամենահետաքրքիրը։ Շատերը կարծում են, որ բլոկչեյնի կողմնակիցները բոլորը ունեն նույն նպատակը։ Իրականությունը այդպիսին չէ։ Այսօր գոյություն ունի ապագայի 3 պատկերացումներ։ Առաջի ճանապարհը՝ դուրս գալ համակարգից։ Կրիպտոանարխիստները ցանկանում են կառուցել պետությունից անկախ թվային աշխարհ։ Ապագան նրանց պատկերացման ապակենտրոնացված ցանցում է։ Երկրորդ ճանապարհը՝ փոխել համակարգը ներսից։ Բլոկչեյնը դիտարկվում է որպես կոռուպցիայի, բյուրոկրատիայի, անարդյունավետ կառավարման դեմ պայքարի գործիք։ Հետևաբար նրանց համար բլոկչեյնը պայքարի գործիք չէ պետության դեմ, այլ պետությունը բարելավելու գործիք։ Երրորդ ճանապարհն է հարմարեցնել տեխնոլոգիաները։ Խոշոր կորպորացիաները, պետությունները փորձում են վերցնել բլոկչեյնի առավելությունները, պահպանելու վերահսկողության կենտրոնաձիգ կառույցը։ Սրա լավագույն օրինակն է CBDC-ները, կենտրոնական բանկերի թվային արժույթները։
Եթե կարծում եք, որ լիբերալիստական գաղափարախոսությունը միայն տեսական հոդվածներում է, ապա պատրաստվեք տեսնելու դրա ամենաարմատական գործնական փորձարկումը։ Սիլիկոնյան հովտի հայտնի միլիարդատեր PayPal-ի համահիմնադիր Փիթեր Թիլը տարիներ առաջ ֆինանսավորեց մի նախագիծ, որը պետք է իրականություն դարձներ անկախ լիբերալիստական կղզիների գաղափարը։ Սա Seastable-ի հին հունական քաղաք-պետությունների օրինակով ինքնավար համայնքների ստեղծումներ բաց օվկիանոսում, միջազգային ջրերում, այնտեղ, որտեղ չկային հարկեր, պետական կաշկանդված օրենքներ, և որոնք դուրս են որևէ ավանդական պետության իրավասությունից և սուվերենությունից։ Սա Web3-ի և ապակենտրոնացված ֆինանսների փորձն էր ստեղծելու սեփական հարթակները տիեզերական ազատության մեջ։ 2008 թվականին Փիթեր Թիլը $500,000 ներդրում կատարեց Seasteading-ի ինստիտուտում։ Այս նախագիծը գլխավորում էր և հիմնադիրն էր Պատրիկ Ֆրիդմանը, ով հանդիսանում էր Նոբելյան մրցանակակիր, լիբերալիստական գաղափարախոսության հայր Ֆրիդմանի թոռն էր։ Սա խորհրդանշական կապ էր գործնական փորձարկման և տնտեսության միջև։ Փիթեր Թիլի փիլիսոփայությունը շատ պարզ էր։ Քանի երկրագնդում ցամաք արդեն բաժանված է պետությունների միջև, որոնք հարկերով և կարգավորումներով ճնշում են ազատությունը, ուրեմն նոր ազատ հասարակությունը պետք է կառուցել օվկիանոսում կղզիների վրա։ Դա նաև Այն Ռենդի հայտնի «Ատլասը ուսերը թոթվեց վեպի» թվային օվկիանոսային մարմնավորումն էր, որտեղ տեխնոլոգիական էլիտան ստեղծում էր զուգահեռ աշխարհ։ Նրանք նախագծում էին լողացող քաղաքներ, որոնք պետք է ունենային սեփական իրավական կոդը, կգործեին առանց հարկերի, իսկ տնտեսական օպերացիոն համակարգը կրիպտոարժույթներն էին և սմարթ կոնտրակտները։ Սա լիբերալիստական քաղաքականության դուրս գալու exit ռազմավարության կատարյալ տարբերակն էր։ Տեխնոէլիտան այլևս չի հարմարվում ինստիտուտների հետ։ Նրանց չհաջողվեց ֆիզիկական կղզիները կառուցել օվկիանոսում, ապա նրանք ստեղծեցին թվային կղզիներ բլոքչեյնում, Web3 միջավայրում, որտեղ պետական սահմանափակումները այլևս գոյություն չունեն։ Եթե կարծում եք, որ լիբերալիզմի պայքարը միայն պետության դեմ է, ապա սխալվում եք։ Բլոքչեյնի պատմությունը լի է քաղաքական պատերազմներով, քաղաքակրթական պատերազմներով։ Էթերիումի պատմությունը դիտարկենք 2016 թվական։ Տեղի ունեցավ մի խոշորագույն հաքերային հարձակում, միլիոնավոր դոլարների ակտիվներ վտանգվեցին, և այդ պատճառով համայնքը բաժանվեց երկու կողմի։ Մի կողմը ասեց՝ կոդը օրենք է, եթե թույլ է տալիս, այն պետք է մնա ուժի մեջ։ Մյուս կողմը պատասխանեց՝ ինդուստրիան ավելի կարևոր է, քան թե կոդի մեխանիկական կիրարկումը։ Արդյունքում ծնվեց երկու տարբեր բլոքչեյն՝ Էթերիում և Էթերիում կլասիկ։ Հարկ է նշել, որ սա տեխնիկական վեճ չէր, սա փիլիսոփայական պատերազմ էր մաթեմատիկայի և բարոյականության միջև։ Կարող է արդյոք կոդը փոխարինել օրենքը։ Եվ հիմա մենք հասնում ենք մի ամենակարևոր հարցի։ Եթե վաղը պայմանագրերը կատարում են սմարթ կոնտրակտները, եթե ակտիվները կառավարում են ալգորիթմներով, եթե կազմակերպությունները ղեկավարվում են DAO-ներով, ապա ո՞րն է լինելու, ով է պատասխան տալու սխալների համար, ալգորիթմի սխալի համար, ով է պաշտպանելու արդարությունը, ով է լուծելու մարդկանց հակամարտությունները։ Բլոքչեյնը կարող է թափանցիկություն ապահովել, բայց չի կարող որոշել ինչն է բարին, ինչը չար կամ ոչ բարոյական։ Այս պատճառով ապագան հավանաբար չի լինի կոդի ընդդեմ իրավունքի, այլ կլինի կոդի և իրավունքի համագործակցություն։ Մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում,
երբ տեխնոլոգիան պահպանում է ոչ միայն տնտեսության, այլ նաև իշխանության տրամաբանությունը։ Բլոկչեյնը դառնում է նոր օպերացիոնալ համակարգ, եւ գլխավոր հարցը այլևս այն չէ. արդյոք այս փոփոխությունները կկատարվեն։ Դրանք արդեն կատարվում են։ Գլխավոր հարցը այն է. կկարողանանք արդյոք պահպանել մարդկային արժեքները այն աշխարհում, որտեղ հաջողորդ տեղերը ստանձնել կոդը, ալգորիթմները եւ ապակենտրոնացված համակարգերը։ Սա է մետադարաշրջանի մեծագույն բանավեճերից մեկը։ Հաջորդ հաղորդման ժամանակ մենք կանդրադառնանք մարդկության ամենահին, ամենախորհրդավոր գյուտերից մեկի՝ փողին։ Ինչպես այն քարե սալերից տեղաշարժվեց եւ մետաղադրամներից մինչև հասավ բլոկչեյն ինքնիշխանություն եւ կոդով կառավարվող տնտեսություն։ Դա կլինի մեր հաջորդ ճանապարհորդությունը։ Շնորհակալություն մետադարաշրջանում մեր հետ լինելու համար։ Մեր կարգախոսն է թվային խոսքի իշխանություն։ Առողջ եղեք, կհանդիպենք։